Յուրաքանչյուրի սպարտքն է ապրիլի 2-ին մասնակցել ազգային ժողովի ընտրություններին։ Այցելելով քվեարկության սենյակ մոտենում եմ մասնագետին, ներկայացնում անձս հաստատող փաստաթուղթը։ Անձը հաստատող փաստաթուղթն են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, տրված լիազոր մարմնի կողմից։ Մասնագետը ստուգում է իմ ինքնությունը, ներկայացված փաստաթղթում արկա լուսանկարի միջոցով եւ փաստաթուղթը ներմուծում են տեխնիկական սարքավորման մեջ։ Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան եւ անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները։ Եթե ես գրանցված չեմ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան։ Այդ դեպքում ինձ դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից։ Եթե սարքավորումն ինքնուրույն չի ընթերցում իմ անձը հաստատող փաստաթուղթը, ապա փաստաթղթի տվյալները ներմուծվում են սարքավորման մեջ մասնագետի կողմից։ Եթե ես գրանցված եմ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում եւ չեմ մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան։ Ես ներմուծում եմ իմ աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է իմ քվեարկության կտրոնը։ Մասնագետը կտրոնը եւ իմ անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ինձ, որից հետո ես մոտենում եմ ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին եւ տալիս եմ իմ քվեարկության կտրոնը։ Հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գտնում է իմ անուն-ազգանունը։ Ես ստորագրում եմ իմ տվյալների դիմաց։ Հանձնաժողովի անդամը իմ ստորագրության դիմաց եւ իմ կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը։ Իմ անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում։ Եթե չեմ կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունեմ դիմել այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների։ Գրանցվելուց հետո մոտենում եմ հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում կտրոնս եւ ստանում քվեաթերթիկները եւ քվեարկության մեկ ծրար։ Ուշադրություն դարձրու, որ ստանաս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները եւ հիշիր, ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց։ Անցնում եմ քվեարկելու, քվեարկում եմ քվեարկության խցիկում գաղտնի։ Նախ ընտրում եմ այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ եմ։ Քվեաթերթիկի առաջին էջում որևէ նշում չեմ կատարում։ Իմ ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի տեխնացուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում գտնում եմ նրա տվյալները եւ կատարում միատեսակ նշում։ Ապա քվեաթերթիկս առանց ծալելու, հիշիր եւ չմոռանաս, առանց ծալելու դնում եմ ծրարի մեջ, ճիշտ այսպես։ Չօգտագործված քվեաթերթիկները գցում եմ առանձին արկղի մեջ։ Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը եւ թե ինչպես քվեարկեցի, գիտեմ միայն ես։ Ուշադիր, կտրոնդ խցիկում չթողնես։ Եթե չեմ կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, ապա հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո իրավունք ունեմ քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու։ Եթե կարծում եմ, որ քվեաթերթիկը սխալ եմ լրացրել կամ վնասել եմ, ապա կարող եմ դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկներ ստանալու համար։ Մոտենում եմ քվեատուփին։ Հանձնաժողովի անդամը վերցնում է իմ կտրոնը եւ առանց քվեարկության ծրարն ինձնից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը եւ ես գցում եմ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ եւ հեռանում ընտրական տեղամասից։ Դուք եք ձեր քվեի տերը։